Չէ, կներեք, դուք մեդիա հաբի լրագրող եք, այդ լափել բառը մենք առաջին հերթին լսել ենք ձեր բանի հետ փոխկապակցված Արթուր Վանեցյանից։ Երբ որ Արթուր Վանեցյանը ասուլիսներ տալի ու բացատրում էր, թե Ռոբերտ Քոչյանը քանի միլիարդ է լափել, հետո ներկայացնում էր, որ կներկայացնի հեսա կոնգրեսը ոնց են լափել։ Այս մեկը ձեզ աթվում որ չի ասել է։ Դու շոկ եք որ Բամբեր Գրիգորյանի գտնում է։ Այդ լավ բառն է։ Այդ վիդեոն որտեղ մոնտաժվեց, պարոն Ալեքսանդրյան։ Կարող է ասո պետը բաները, տենց ինչ ան մուրացկաները, տենց փողոցում կանգնած մենք իշխանություն ենք, ԱԱՑ պետը իշխանություն չէ։ Հասում, բայց նույնիսկ Այո, բայց հենց այդ եմ ասում եմ այդ Արթուր Վանեցյանը հիմա որ էլ իշխանություն չէ, արդեն այդ ամեն ինչը հաշիվ չի մեծա հաբի համար, լուրջ է կա։ Բայց ինչ եք թիրախավորում։ Ո՞վ է թիրախավորում։ Ո՞վ է թիրախավորում, բայց ինչով եմ թիրախավորում։ Ինչով եմ թիրախավորում։ Ժողովուրդ ջան, ինչով եմ թիրախավորում։ Ինչով եմ թիրախավորում։ Անդադ ասեք մեդիա հաբ Վանեցյան։ Բայց դա եղավ թիրախավորում։ Բայց լրագրողին ինչ եմ ասում, ամենայն հարգում։ Այսինքն լրագրողը ճնշվում է, որ ինքը Արթուր Վանեցյանի լրատվականում է աշխատում։ Եթե ճնշվում է, թող չաշխատի, կներեք։ Առավոտից իրիկուխի եք շեշտում, որ CVK-ը քաղաքացիական պայմանագրին է պատկանում։ Իտխեք կտենց այդ սաղիդ կարելի է շեշտել, ինձ չի կարելի շեշտել, որ մեդիահաբը Արթուր Վանեցյանին։ Թե ձեզ թվում է, որ այդ ձեզ կարելի է, որ բան չմնացածին չի կարելի։ Ասենք կարելի է նշել, որ TV5-ը պատկանում է Ռոբերտ Քոչյանի խիստ մերձավորներին, որի տերը իդեպ դատվել է, որի տերը իդեպ ձերբակալվել է օկտեմբերի 27-ի գործով, չէ։ Հա կարող է, կարծեմ։ Պարոն Ալեքսանդրյան, հատուկ ուսապերը լավագույն տարբերակը Իմպիչմենտի անհրաժեշտության մասին, խնդրեմ, ես ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ պատասխանի հարցերի ու լսի ելույթներ։ Ի վիճակի չի Ռոբերտ Քոչյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց, Սերժ Սարգսյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնել։ Եթե նրանք գտնում են, որ այտենց չի, թող գան, կանգնեն։ Իրենց խմբակցությունները լրիվ ի վիճակի են այդ ստորագրությունները հավաքել ու իրանց ներկայացնել այս ամբիոնի առաջ, եթե սարսափած չեն, քաղաքական առումով այս ազգային ժողովի առաջ կանգնելուց թող գան, բայց իրանք սարսափած են ու իրանք չեն գա։ Դե որ կա, դե հիմա տենց սփոյլներ, դե հիմա ասեմ մեկ էլ վաղը մյուս օր գան այդ հարցին պատրաստված 4 քաղաքականությունից են սարսափում, պարլամենտարիզմից են սարսափում։ Ռոբերտ Քոչյանը մտավ խորհրդարան, իր գլխավորած թիմը մի բան է, ժողովուրդ ջան, իր գլխավորած թիմը մի բան է, ինքը անձամբ այլ բան է։ Ես ձեզ վստահեցնում եմ, Ռոբերտ Քոչարյանը սարսափում է այս խորհրդարանի առաջ։ Ժողովուրդ ջան, հասկանում եմ, կներեք, ես հասկանում դուք Ռոբերտ Քոչարյանի բանի ալիքի էլի հերթական ներկայացուցիչն եք, բայց իմ խոսքը մի ընդհատեք, չի կարելի, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, մի ընդհատեք, ձեր ցավը տանեմ, հարգելի, սիրելի լրագրողներ։ Ես պատրաստ եմ 3 անկեղծ ամենայն անկեղծությամբ պատրաստ եմ 3 ժամ բոլորիդ հարցերին պատասխանեմ, բայց ինձ մի ընդհատեք։ Պայմանավորվենք։ Կներեք էլի։ Պատճառը ինչն է, արդյոք դրա նախորդային ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումը հնարավոր է պատկանող նաև իրենց ընտանիքի պատկանող ապօրինի գույքի թվարկումների եւ անծայրածիր հարստության։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե, դա պատճառներից ամենամեծն էր որպես այդպեսին ու չի կարող այդպես չլինել, որովհետեւ գալ ազգային ժողովի ամբիոնի առաջ կանգնել ու ասել, դուք մեզ ասում եք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը $200 միլիոն է պահանջվում, այս պայդրությամբ կներեք ծիծաղելի է։ Վաղն էլ գալու են կանգնեն ասում եք, որ Ռոբերտ Քոչյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու, չգիտեմ, ինչ որ տենց SS բանն է շարունակվելու, գիծն է շարունակվելու, $200 միլիարդ, հասկանում եք ինչ իմաստն եք խոսում, ժողովուրդ ջան, $200 միլիարդ մարդկանցից փող է պահանջվում, ասում մենք տենց աշխատել ենք։ Այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ էր առնում, բանից էին բերել, Աղդամից էին բերել, թե Հորադիսից էին բերել։
Այդ որտեղից էին բերել։ Հյուսեին Պողոտա ինչքան աշխատասեր են։ Այդ աշխատասիրության թեման այս վերջի օրին հեշտ լավ բան չի, եկեք չբացենք, էլի ժողովուրդ ջան։ Ներողություն դուք ասեցիք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են պարլամենտարիզմից։ Ձեզ հարց, երեք ազգային ժողովի ներսում տեղի ունեցածը պարլամենտարիզմի ցցուն օրինակ էր։ Իհարկե ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի որդին պարլամենտարիզմի ցցուն օրինակ չի կարող հանդիսանալ։ Ժողովուրդ ջան, ես մի քանի անգամ ասում եմ, որ շատ հաճախ լինում է այնպես, որ մեր ընդդիմադիր պատգամավորների լկտի, փողոցային հայհոյանքների, սադրանքների ու վիրավորանքներին ի պատասխան մենք որպես մարդ ուղղակի պահի տակ չենք կարողանում մեզ զսպել ժողովուրդ ջան ու ի պատասխան նույնի շատ ավելի թեթև եղանակներով փորձում ենք բանանել։ Ում են հայհոյել։ Դե ժողովուրդ ջան լավ։ Դե հիմա ձեզ էլ որպես լրագրող շատերը ասում են վարձու գրչակ։ Հիմա ամեն անգամ դա բանան։ Ժողովուրդ ջան լավ էլի վերջացրեք։ Դե օքեյ։ Բայց անվանելով ընդդիմությանը համբալ։ Այ ընդդիմությունը իր համար նստած իր համար հաց ու սոխ էր ուտում, երբեք ոչ մեկի չէր վիրավորել, տենց բեմականացված կախաղաններ ու բաներ չէր բանարել, կարաք ինձ չընդհատել, կարաք ինձ չընդհատել։ Չէ, ես օրինակ կուզենամ, ես անկեղծ այնքան կուզենամ տենամ, Գայանե ջան, մի օր օրինակ դուք հակին գնաք հարցեր տակ, ասեք Լևոն Զուրաբյան, այդ ինչ կոնտեքստով եք դուք այդ ամեն ինչ ասում։ Դուք որպես խոսքի, չգիտեմ, եկակուսակցության ինչ կապ ունի։ Եղավ։ Միանշանակ, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ամեն օր Բայց ինչ կապ ունի ժողովուրդ ջան, ես ամենայն հարգանքով, բայց այդ ձեր մոտեցումը, որ ով իշխանությունն իրան պետքա սենց լուսաբանել, ով ընդդիմությունն պետքա սենց լուսաբանել։ Դուք եղավ, հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, եթե դիտում եք այս ճեպազրույցը, արձագանքեք, արդյոք Ազատություն ռադիոկայանը ըստ ձեզ հավասարաչափ ու օբյեկտիվ է լուսաբանում իրականություն։ Բայց առանց թիրախավորելու, առանց վիրավորելու ու առանց որևէ բանի, ուղղակի կարծիքի հարցում է, արդյոք դա օբյեկտիվ է թե չէ։ Եթե դուք ասում եք, որ իշխանությունը չի կարող նաև իրենց զսպել։ Ձերն էլ է լուսաբանում։ Հա դե ձեր ընդդիմության շարժումներն էլ է լուսաբանում եւ Այդ բան էր, դրա լուսաբանում էր դաշնակցություն, չէ իհարկե, բայց ես ասում եմ չպետք է լուսաբան, ժողովուրդ ջան։ Վայ, ես հասկանում եմ, որ ակնհայտ է, որ շատ դժվար է, երբ որ դուք ստիպված եք հարցը տալ ու լսել պատասխան ժողովուրդ ջան, բայց այն որ անընդհատ ընդհատում եք, դրանից բանը ձեր ասացի բովանդակությունը չի փոխվում, իմ ասացի բովանդակության իմաստը չի ցածրանում։ Պարոն Ալեքսանյան, ես հասկանում եմ, որ ես չեք կարողանալու որևէ քաղաքական ուժի հետ կապել, բայց խնդրում եմ իմ հարցը լսել։ Հա, ճիշտ է, չեմ կարողանալու։ Դե դրա համար չխուսափում եք։ Չէ, միշտ Երբ եմ խուսափել ձեզ հարցազրույց տալուց։ Տեսեք, դուք որ ասում եք, այ ընդդիմությունը սադրեց, արեց, եւ մենք էլ մարդ ենք, մենք էլ ինչու եք դուք այդպիսով փորձում արտանալ, չէ՞ որ իշխանությունը Չենք արտանում։ Թվեք վերջացրած։ Չէ՞ որ իշխանությունը պետք է ավելի զուսպ լինի, հավասարակշռված լինի, իմանա այդ քաղաքական պաշտոն զբաղեցնելու գինը, նաեւ ինչ որտեղ լռելն է ցուցաբերի, այսպես զսպվածություն, բայց դուք միանգամից ընդդիմությանը պատասխանում եք ու պատասխանում եք, որ իրենց բառապաշտպանին հակադարձեցին, դա ինչքանով է ճիշտ այն։ Իհարկե սխալ է ընդդիմության մակարդակի իջնելը եւ ես ձեզ անկեղծորեն ասեմ, եթե դուք ուղակի ինչ որ մեկը դնի ու մոնիտորինգ անի, թե մենք քանիսն ենք կուլ տալիս ու քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում մինչեւ մեր համբերության բաժակը լցվի, իսկ բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուղղակի ինչ որ մեկը դնի ու համեմատի, դնի, լսի կոնկրետ քանի սենց ինչքան է տևում, մինչև այդ համբերության բաժակը մի անգամ լցվում է ու մի կաթիլ թափվում է այդ համբերության բաժակից։ Դա ուղղակի անհամեմատելի է, որովհետև ես վստահեցնում եմ, եթե մենք արձագանքեինք նույնքան, նույն չափ ու սիմետրիկ, դա ուղղակի մենք չգիտեմ ինչի կվերածվեր։ Չէիք հասցնի այդ ամեն ինչը լուսաբանել։ Առավոտից չէ, շնորհակալ մի եղեք, մենք ինքներս մեր վրա մշտապես պետք է աշխատենք, որպեսզի ընդդիմության սանձարձակություններին, փողոցային վարքագծին եւ մնացածին էլ ավելի զուսպ կարողանանք արձագանքել, բայց միանշանակ է, հարգելի գործընկերներ, որ ես բացառում եմ, որ ինչ որ մեկը առհասարակ, ինչ որ մի կենթանի մարդ կկարողանա
առհասարակ չարձագանքել ու կամ առհասարակ հունից դուրս չգալ ոչ մի պարագայում, այս ամեն ինչը լսելով։ Կներեք, Նիկոլ Փաշինյանը ինչի հունից դուրս եկավ։ կներեք, ով է հարցը, մի հոգի, Նիկոլ Փաշինյանը ինչու հունից դուրս եկավ, ընդհանրապես կոռուպցիայի մասին էր։ Հարցը հնչում պատգամավորի կողմից Նիկոլ Փաշինյանը բարկացավ, համբալներ ասաց նրանց, Ալեն Սիմոնյանն ասաց դուրս կշպրտեմ դուրս, ընդդիմությանը ասաց համբալներ։ Այդ ասում եք ընդհանրապես կոռուպցիայի մասին էր հարցը հնչում, հասկանում եք հարգելի քաղաքացիներ եւ հարգելի լրագրողներ, դա առհասարակ մարդու մասին հարց չպետք է տալ։ Իհարկե պետք է տան, բայց կոռուպցիայի մասին հարցը նախ պետք է տալ նորմալ, երկրորդը կոռուպցիայի մասին հարցը պետք է տալ նենց որ իրապես կոռուպցիայի մասին լինի հարցը եւ երրորդ 100,000 անգամ ներողություն էլի, բայց երբ որ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս մարդիկ, ովքեր կոռուպցիայի քայլող հուշարձաններ են, այդ մի տեսակ ամեն մեկի մոտ էլ դիսոնանս է առաջացնում։ Ոնց չենք ձեռնարկում, բա որ չենք այ ժողովուրդ ջան, բա որը չենք ձեռնարկում, բայց խեն այսքան ակտիվացել, բա խեն օրը 5 հատ լրատվական բացում, ժողովուրդ ջան, ոչ, իհարկե, չէ, ժողովուրդ ջան, ներկա կոռուպցիա եթե կա, ես ձեզ վստահեցնում եմ, ինձնից ավելի մեծ թշնամի այդ կոռուպցիային դժվար է գտնել, բայց երբ որ գնում են քաղաքապետարանի կողմից չընդունված մանկապարտեզի շինարարական աշխատանքը ներկայացնում են որպես կոռուպցիա, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ կներեք ավարտեմ, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ուղղակի ծաղր է։ Ընդունվածը դադարում է կոռուպցիան։ Հա, որովհետև եթե բացատրեմ, որովհետև եթե դու վատ աշխատանքը ընդունում ես ու դրա համար փող ես դնում ջեբդ, այդ ժամանակա դա կոռուպցիա։ Եթե դու աշխատանքը չես ընդունում, այդ նշանակում է, որ դու շահագրգռվածություն չունես վատ աշխատանք ընդունել։ Վերահսկեն, որ վատը չլիներ։ Բա վերահսկել են, որ չեն ընդունել աշխատանքը, չի կարա քաղաքապետարանը կամ որևէ կառույց գնա ամեն մի քարը դնելուց ասի, այ սենց մի քիչ էս կողմ դիրես քար, այ շաղախը ոնց որ լավ չէ։ Վերջում գալիս են ժողովուրդ ջան։ Ու այդ որ ասում են մանկապարտեզ կոռուպցիա եւ մի հատ ուզում եմ հիշեք էլ այդ ինչից սկսեց այս մի վարքյան խնդրում եմ ավարտեմ ինչից սկսեց այդ ամեն ինչը սկսեց նրանից որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը գնաց ու սկսեց ստուգել շինաշխատանքները ու թութակի պես սկսեցին կրկնել Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները կախիչից սկսած ամեն ինչ սկզբից հիշում եք ինչ էին անում սկզբից մի վարքյան սկզբից ձեռ էին առնում ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ ճիշտ անում, որ ստուգում է, որոշեցին իրանք է գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն են ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանք համար կրկնօրինակ առարկա է։ Իրանք պետքա նայեն վարչապետը ինչ անում, հետևից փորձեն կրկնեն, բայց քանի որ ապիկար են, դա պետք է անեն շատ ավելի վատ։ Անիֆի մասին։ Այդ անիֆի խնդիրների մասին միջև քրեական գործ, հետո վեր խոսում։ Լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են։ Շատ լավ, լրատվամիջոցները լուսաբանել են քրեական գործը հարուցվել է անմիջապես եւ գործը ընթանում է, ես վստահ եմ, որ շատ շուտով կլինեն մեղադրյալներ, ես վստահ եմ, որ այդ գործը կունենա իր արժանի հանգուցալուծում, ինչպես եւ մնացած բոլոր գործերը։ Ով ուզում է լինի ինձնից սկսած։ Ով ուզում է լինի, եթե կա կոռուպցիա մեջ։ Նիկոլ Փաշինյանից է սկսել։ Եթե ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը պետք է ասի ինձ որևէ պարագայում բան մի արեք, դուք նրան լավ չեք ճանաչում։ Ու կամ այս քաղաքական թիմին չեք լավ ճանաչում։ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր համար չի ճանաչում ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ հարազատ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ կան հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս պահին, որ մենք հարցազրույց ենք անում, ինչ որ պաշտոնյա զբաղվում է կոռուպցիայով, հենց այս պահին։ Չեմ բացառում ես դա։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար օրինակ պարբերաբար նաև կառավարության նիստերին էր մասնակցում, Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ թաթախված են, չդատվեցին։ Այդ որ իշխանության ժամանակ այդքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվում։ Ինչն է շատ Հապաղումը, Ժորժ ջան, հապաղում ամեն գործով կա։ Ամենաշատ հապաղումը Ռոբերտ Քոչյանի ունեցվածքի բռնագանցման գործով կա։ Բոլոր գործերով էլ կա հապաղում։ Իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, իրավապահ համակարգը հիմա չունի տաբու, քաղաքական տաբու առավել եւս չունի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ գիտություն ընդունելով այն, որ իշխանության ներկայացուցիչները սադրանքի են գնացել ընդդիմության ասածներից հետո հայերին եւ այլն, բայց այնուհանդերձ դա իմանալով գիտություն ընդունելով չպետք է լինի քաղաքական պատասխանատվություն եւ
Օրինակ պատգամավոր Արսեն Թորոսյանը մանդատը վայր տնի Աժամբյոնից հայերեն քննչեցնելու համար։ Ես նորից պիտի ասեմ ձեզ, որ Արսեն Թորոսյանը մարդ է եւ Արսեն Թորոսյանը նույնական արձագանք է տվել, ասենց պրոյեկտել է նույնական։ Ժողովուրդ ջան, մի վարքյան էլի, մի վարքյան։ Նույնական արձագանք է տվել, մի քանի աստիճան էլ ներքև։ Արդյոք դա լավ է, որ տենց քննարկում կա կամ որ առհասարակ բանը հասել է դրան, իհարկե լավ չի։ Արդյոք պետք է հանրությունից ներողություն խնդրել, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում, այո, միանշանակ ու ես ներողություն եմ խնդրում, բայց ես նաև մեր հանրությանը խնդրում եմ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք համբերատար կերպով փորձում ենք ամեն ինչ անել նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար, բայց շատ հաճախ, երբ փողոցային լինելը ու լպիրշությունը հասնում է որոշակի մակարդակի ու աստիճանի, այդ համբերության բաժակը կլցվում է։ Ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից դրա համար։ Ես պնդում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ համբերության բաժակի ծավալները ել ավելի մեծացնենք, որ ել ավելի դժվար լինի այդ համբերության բաժակը լցնելը, բայց միանշանակ ասում եմ ժողովուրդ ջան, անհնար է, որ ցանկացած մարդ կարողանա այդ ամեն ինչին այնքան դիմանալ, ինչքան որ մենք ենք դիմում։ Քոչարյանն էլ էր մարդ եւ նրա պապուն թուրք էին ասում։ Դրա համար հիմա Փաստոն Արսեն Թորոսյանն ասում է պետք է պատասխանատվության ենթարկի վենդետա լինի։ Ներողություն, ստեղ նյուանս կա, հեսա ձեր հարցին կգամ Կոյոն ջան։ Ստեղ մի հատ նյուանս կա, էլի հարգելի գործընկերներ։ Լևոն Քոչյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է մարդիկ ձեզ ասում են թուրք դավաճան անհայրենիքներ։ Իրան ոչ մեկ չի ընդհատում տեղի։ Արեգ ջան, քեզ էլ են շատ բան ասում, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Մարդիկ տարբերաբար տարբեր վիրավորանքներ են ասում, բոլորին ինչը շատ վատ է, ու դրա վերջը պետքա տալ։ Ասում ազգային ժողովի ամբիոնից ասում ոչ մեկ իրան չի ընդհատում, ոչինչ չի անում, ոչ մի բան գլխին չի տալիս ու չի գոռում տեղից, չի ասում այ լակո։ Ասում են հաջորդը ելույթ կունենա Հակոբ Արշակյանը։ Հակոբ Արշակյանը գալիս է ելույթի, ասում է պարոն Քոչյան, մարդիկ ձեր հորը ասում են թուրք։ Այդ նույնական բանը պրոյեկտում է ուզում է ցույց տա, որ դա վատ է չի։ Դա վատ է։ Փորձում է ցույց տալ օրինակով, որ դա վատ է, չի կարելի գալ այդտեղ ազգային ժողովի ամբիոնից կրկնել։ Տեղից նույնական հասկանում եք, լրիվ նույնական բան է, նույնական իրավիճակ է, մեկին մեկ։ Մի քայլ ավել չի գնացել Հակոբ Արշակյանը։ Նույնական Տենց մարդիկ օրինակ դա կեղծ լուր է հրապարակվել։ Այդ բա որ մեզ ասում են թուրք դավաճան, դա կեղծ լուր չի, հա։ Դա գնահատականը ձեր քաղաքական։ Այս կեն մեկը բան չի, հա, տենց։ Կոնկրետ ինֆորմացիա է։ Դե ժողովուրդ լավ էլի գնահատականը, հա, օքեյ, հա, շատ լավ։ Եղավ գնահատականը։ Դե հիմա պատասխանեմ Նարեկին, հետո ասելու են ինձ չեք պատասխան, ինձ է մեղադրելու Նարեկը, ժողովուրդ ջան, կներեք, ես չեմ ուզում Նարեկը ինձ մեղադրի։ Նարեկը լավ լրագրող է։ Ու այդ պահին տեղից, երբ որ նույնական պատասխանը տալ է Հակոբ Արշակյանն, ինքը որոշում է տեղից, որ ինքը կարա ազգային ժողովի փոխնախագահին ասի լակո, դե կներեք 1000 ներողություն ժողովուրդ ջան։ Այդ ով է տենց բան ասել առհասարակ, որ կարա, չի կարա։ Այդ իրավիճակը լինում է տենց է դասավորվել այդ իրավիճակը։ Ուզում եմ մի անգամ է շեշտել, երբ որ ինքը ելույթ էր ունենում վերջին այդ վիրավորանքներով, մենք դրան տեղից չենք արձագանքել։ Չենք արձագանքել, ոչ մի բառ դրեք զապիսը հետ տվեք, նայեք ազգային ժողովին իստերի, ոչ մի բառ չենք ասել։ Բայց այստեղ մի նյուանս էլ կա, ելույթում ախր ուրիշ բան ասում, բայց ձեզ որ արդեն ասում են թուրք դավաճան, արդեն համակերպվում եք, ռեակցիա չեք տա։ Այսինքն ինքը ուզում է որ այդ ռեակցիան լինի։ Ինքն է ասել, որ թուրքից չի վիրավորվում այլևս։ Ժողովուրդ ջան, թուրքը ու կամ առհասարակ ցանկացած ազգությունը որպես վիրավորանք օգտագործելը ամենալավ բանը չի մի ժողովրդի համար, որը ենթարկվել է ցեղասպանության։ Ամենալավ բանը չի, դուք ձեզ որպես լրագրող ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդան Փաթուլ Հակոբյանն էր սա գրել, էլի ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդանում իրար վիրավորելու համար օգտագործում են այ հայ բառը։ Դա նորմալ կլինի, ես նորմալ չի դա։ Այ ես դրա համար է ասել վարչապետ, այ ես դրա համար է ասել վարչապետը, որ դա նորմալ չի։ Որովհետև օրինակ, որովհետև վարչապետը եթե ասի, որ ես վիրավորվում եմ, որ ինձ ասում են թուրք, վախնել օրինակ Թուրքիայի նախագահ բա որ կանգնի ասի, ես վիրավորվում եմ, երբ որ ինձ ասում են հայ։ Այդ ձեզ համար նորմալ կլինի։ Վարչապետը պետություն է ներկայացնում, ժողովուրդ ջան, ու վարչապետը իրան չի կարա թույլ տա այնպիսի բաներ, ինչպիսին կարան իրանց թույլ տան տարատեսակ աշխուժակներ ու մնացածներ։ Հայաստանի Հանրապետության Ես նորից եմ ասում, առհասարակ ցանկացած ազգություն անուն օգտագործել որպես վիրավորանք, դա նորմալ մարդու արնելու բան չի։ Նորմալ մարդը նմանատիպ բան չի կարող ուղղակի որպես այդպեսին անի։ Ներողություն,
Պարոն Ալեքսանյան, ճիշտ հասկացա, որ Արսեն Թորոսյանի կողմից մանդատը վայր դնելու հիմքեր չեք տեսնում։ Ոչ, ես չեմ տեսնում նմանատիպ հիմք։ Այսինքն Հայոյան քնչեցնելը նորմալ։ Հայհոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Հայհոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի որդին, հուսով եմ իրան այդ հարցը կտակ, արդյոք ինքը նորմալ համարում է թե չէ, ու պատրաստվում է մանդատը դնի թե չէ։ Վստահ եմ, չեմ կասկածում, անկեղծ չեմ կասկածում։ Դուք եք կարծում, որ վենդետա պետք է լինի։ Ինչ վենդետա։ Ինչ վենդետա։ Դե քաղաքական իրավական վենդետան դա ուրիշ եզրույթ է, վենդետան առանց այդ քաղաքական ու իրավական նախտիրների որպես այդպեսին շատ դե քաղաքական վենդետան այդ ելույթներն էին օրինակ, կարակ տենց համարեք, այդ ելույթները մեր ունեցած ելույթները քաղաքական վենդետա էին։ Իրավական վենդետան էլ առհասարակ տեղի ունեցող process-ն է, երբ որ $200 միլիոն գույքը հեսա ստիպված պետքա կոզեկոզ կարողանում ենք, որ չկարողանանք, այսքան չէին ակտիվանա, 500 հատ լրատվական չէին բացի, այդքան փող չէին թափի, որպեսզի կարողանային դրանից խուսափել, բայց չեն կարողանալու վերջի։ Ինչ եք անում այդ ենթադրյալ լրատվամիջոց բացված լրատվամիջոց։ Ինչ պետք է անենք, թողնում ենք, որպեսզի ազատ գործեն ու 30 Թորոսյան։ Ներողություն Ալեքսանյան։ Դա Ինչ է դա, այդ մամուլը այդ ձեր ասած այդ 500 լրատվամիջոցը գրում է, որ ոչ սա օրինական է, ապօրինակ։ Բա չի գրում։ Կաշկանդվում եք իրավապահ համակարգ այդ հրապարակումից չէ, կաշկանդվում։ ընդհանրապես չի կաշկանդվում, Եթե կա հիմքեր, բայց ես ասում թող չլինի, բա մենք այնքան ենք ասում թող լինի, որ լինում է ու 34-րդ տեղն է Հայաստանը մամուլի ազատությամբ։ Ու ընդհանրապես ոչ մեկ սահմանափակված չի, ինչ ուզում գրում են, ոնց ուզում գրում են մեծ հաշվով։ Վատա որ վիրավորան կատելության խոսք բան են արտատպում, վատա ցանկացած կողմից, էլի ես կոնկրետ մի ուղղության վրա չասեմ, ցանկացած մամուլ եթե ատելության խոսք ու վիրավորանք ու մնացած արտատպում, դա շատ վատա, եթե լրագրողների նկատմամբ նույնն շատ վատա, երբ որ լրագրողների նկատմամբ վերբալ կամ ֆիզիկական բռնություն է լինում։ Դուք որ ասում եք 500 լրատվամիջոց են բացել, որ պաշտպանեն իրենց։ Բա իհարկե։ Բայց ինքն ինչով այդ հիմքը, թող 500 հատ Ջորջ ջան։ Հարցը տամ, այսինքն այդ 500 այսպես ասած բացված լրատվամիջոցները գրում են ոչ Քոչարյանի գույքը օրինական է եւ իրավապահ համակարգը դրանից կաշկանդվում է։ Շատ լավ հարց եք տալիս, ոչ իրավապահ համակարգը չի կաշկանդվում։ Դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, ես վստահ եմ, որ 500 հատ լրատվականը փորձում են հանրային ընկալում ձևավորել, որ Քոչարյանի 200 միլիոնի գույքը օրինական է։ Առավոտից իրիկու դրանով են զբաղվում, եթե նկատել եք, եթե չէ, ես չնայած ինչքան գիտեմ, դուք վատ լրատվականների կամ առնվազն տարատեսակ լրատվականների փորձում եք չհետևել, պարոն Կիրակոսյան, բայց այնուամենայնիվ ես գիտեմ, որ միանշանակ է, որ այդ լրատվականները այո առավոտից իրիկու լուսաբանում են, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները օրինակ շատ տաղանդավոր էին ու դրա համար օրինակ չգիտեմ, ունեն Տանզանիայում բուկմեկերական ընկերություն, Հայաստանում ունեն միլիարդավոր դրամների բան, տենց ինչա ունեն։ Օրինակ երբ որ իրանք Ղարաբաղից գալիս էին Հայաստան, իրանք չունեին գոնե մի հատ Toyota Magnishi 90-ականների արտադրության մեքենա, բայց հիմա Toyota Երևանն ունեն։ Ալեքսանյան, դուք երեք մի սենսացիոն հայտարարություն եք արել ազգային ժողովում։ Ասել եք Լևոն Քոչարյանը ԱԾԱ-ականին ուղարկել է ինչ-որ մարդու աղջկա պահեական չէ։ Ժողովուրդ ջան, այդ պատմությունը այնքան հայտնի պատմություն է Երևանում։ Դե, ժողովուրդ ջան, այս ուրեմն շատ բան է, այն որ ասում են հասարակության 90%-ը սրա մասին գիտի, ուրեմն այստեղ հավաքված է հասարակության 10%-ը։ Մեզ դիտող բոլորը, ինձ թվում է հատկապես իմ տարիքի տղաները, տղամարդիկ, իրանք շատ լավ գիտեն այդ պատմությունը։ Դե չիմացողների համար չիմացողները վստահ են որ ուզենան իմանան, բայց ինձ կներեք մենք քննարկում ենք հիմա պարոն Քոչարյանի մոտ, Անդրանիկ Քոչարյան։